Աստված երբեք չի ուշանում։ Մարդիկ մտածում են վերջ, ամեն բան վերջացած է։ Այո, մարդկայնորեն ամեն բան վերջացած է, բայց երբ որ վերջանում է մարդկային հնարավորությունները, մարդկային սահմանները, մարդկային տարածությունը, մարդկային ընդունակությունները, ճարպկությունը, հարուստ բարեկամներն ու հարևանները, այդտեղ միջամտում է Աստված իր գերբնական զորությամբ, ամեն։ Երբեմն Աստված թույլ է տալիս փորձություններ մեր կյանքում, բայց դա չի նշանակում, որ նա լքել է մեզ։ Դրանով փորձվում է մեր հավատքը եւ վստահությունը առ Աստված։ Հավատքը կախված չէ հանգամանքներից։ Հավատքը վստահություն է Աստծուն անկախ իրավիճակից։ Աստված կարող է պաշտպանել իր զավակներին նույնիսկ ամենաանվտանգ իրավիճակում։ Ամեն։ Երրորդ հերոսներից մեկը, որ ուզում եմ ասել, Հոբն էր։ Սիրելիներ, սա մի յուրահատուկ օրինակ է մեզ համար, Հիսուսից հետո իհարկե։ Ես միշտ սիրում եմ ասել, որ ամեն իրավիճակներում, ամեն օրինակներից առաջ, ամեն հերոսներից առաջ Հիսուսը լինում է եւ կա եւ կմնա մեր կյանքում ամենամեծ հերոսը մեր համար, ամենամեծ օրինակը։ Գիտեք, նա մյուսների նման չէր, որ մարդկանց ասում էր, բայց նա չէր անում։ Նա ասում ու անում էր եւ ասում էր, ինչպես որ ես արեցի, դուք էլ արեք, որտեվ եթե մարդկանց հանդեպ սեր ունենաք, մարդիկ կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Նա ասեց, ես ձեր մեջ ծառայի պես եղա, եւ նա կռացավ եւ իր աշակերտների ոտքերը լվաց։ Գիտեք, մեր Աստծո մեծությունը նրա ամենակարողության մեջ չի միայն, այլ նրա խոնարհության մեջ, որտեղ Աստված խոնարհներին շնորհք է տալիս, ամեն։ Հոբը կորցրեց գրեթե ամեն ինչ, բայց նա չդառնացավ, չչարացավ եւ ամենակարևորը չմեղանչեց Տիրոջ դեմ։ Բայց հարցը նա չէ, թե նա ինչ կորցրեց կամ ում կորցրեց, այլ նա թե նրա արձագանքը ինչպիսին էր Աստծուն ի պատասխան։ Այո, անգամ մեր տառապանքների եւ կորուստների մեջ Աստված չի լքում մեզ։ Եթե Աստված Հոբին ազատեց ցավից, կորուստից եւ տառապանքներից, նա կարող է այսօր ազատել նաեւ ինձ ու քեզ։ Ամենագլխավորը նա է, որ մենք ինչքանով կվստահենք Աստծուն։ Հոբի 1:21-ը կարող ենք նայել, սիրելիներ, պատկերացրեք, նա մի օրվա մեջ կորցրեց գրեթե ամեն ինչ։ Եվ Հոբը ասեց, իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերը առավ, Տիրոջ անունը թող օրհնյալ լինի։ Ամեն։ Գիտեք, ինչքան ցավալի է եւ ինչքան դժվար է ցավի մեջ Տիրոջը փառք տալ, սիրելիներ։ Այնքան դժվար է, մեր բերանը անգամ չի բացվում։ Մեր բերանը չի բացվում, որ մի հատ փառք տանք Աստծուն այդ պահին, որտեվ սիրելիներ, ուրախության մեջ, հաջողության մեջ հեշտ է ասել փառք ես Տեր։ Երբ որ ամեն բան լավ է մեր կյանքում, մենք կարիք չունենք, որ տխրենք կամ տրտմենք, բայց երբ որ ցավը գալիս է, երբ որ հիվանդությունը գալիս է, երբ որ անգամ մի 37 աշճան ջերմություն ենք ունենում, վայ, խոսացնել չի լինում, վայ, վատ է, օգնեք ինձ, օգնեք։ Բայց մարդիկ կորուստի մեջ, Հոբի կորուստը, Հոբի ցավը, նա կորցրեց 10 երեխաներին, սիրելիներ։ Նա կորցրեց իր հարստությունը, նրա աչքին բան չէր գալիս, բայց Հոբը իր բերանը անգամ նա այդքանից հետո Աստված նրա կնոջը թողեց, որպեսզի նրա կինն էլ ցավեցներ նրան, բայց նրա կինը ասեց, ինչ ես կատարելության կապը բռնել։ Աստծուն հայոյի եւ մերի, ինչ ես էլ ասում, որ ընդունում ես այդ ամենը, բայց փառք Տիրոջը, սիրելիներ, մեր կանանց համար, որ նրանք Հոբի կնոջ նման չեն։ Փառք Տիրոջը, մեր կանանց համար, որ նեղությունների մեջ մեզ աղոթքով աջակցում են եւ ոչ թե մեզ ավելի վատ իրավիճակի մեջ են դնում։ Շնորհակալություն Տիրոջ ես ամեն ինչի համար։ Եվ Հոբը այդ տառապանքների մեջ, այդ հիասթափությունների մեջ, այդ ցավի մեջ, եւ նա անգամ իր առողջությունն էր կորցրել եւ քերվում էր, նա այնքան վատ էր նրա վիճակը, որ բոլորը լքել էին, կորած ամանի նման էր դառել նա, եւ նրանից հոտ էր գալի անգամ ֆիզիկապես, մարմինը փթում էր նրա, բայց Հոբը դրանով չմեղանչեց, չդառնացավ, չհիասթափվեց, չասեց Տեր, միթե դու չէիր ասում, որ
քո նմանը չկա, դու տեսար Հոբին, անգամ Աստված պարծենում էր Հոբով, ասում էր, տեսակ, որ Հոբի նմանը չկար երկրի վրա։ Կարող ենք լինել մենք մեկը, որ Աստված հպարտանա մեզանով եւ ասի, տեսար Աշոտ որդուս նման մեկը չկա, Մխիթարի նմանը չկա, Մայրամի նմանը չկա։ Գիտեք, դա մեր շնորհքը չի, ինչպես Ղուկաս աղբերս ասում, դա մեր հոնարը չի, դա նրա փառքն է, դա նրա մեծությունն է, դա նրա ողորմությունն է ամեն մեկիս հանդեպ, որ այսօր մենք կանգնել ենք, այստեղ խոսում ենք, բայց մարդիկ այսօր չարթնացան, սիրելի քույրս, եղբայրս, Աստված մեր շատ բաներից է փրկում, շատ բաներից է օգնում, շատ բաներով ենք անցնում, բայց որն է մեր նպատակ այդ ամենի, որպեսզի չչարանանք եւ չդառնանանք Տիրոջ հանդեպ, սիրելիներ, դժվար է, հեշտ չի։ Մարդիկ ասում են, ոնց կարելի է Աստծուց գոհանալ մի բանի համար, որ Աստված տարել է քեզանից, պոկել է քեզանից, ամենաթանկին, ամենամտերիմին, որ դու չես պատկերացնում քո կյանքը առանց դրա։ Սիրելիս, չկա իմ կյանքում նման բան։ Կարող մենք ես ունեցել եմ կորուստ, ես հայր եմ կորցրել, ունեցել ենք կորուստներ, ունեցել ենք հիասթափության պահեր, բայց մենք այսօր ապրում ենք ու կանք, բայց եթե Աստծո ներկայությունը չլինի իմ կյանքում, եթե Աստված չլինի, ես չեմ ուզենա մի վայրկյան անգամ ապրել։ Եթե Տերը չլինի իմ կյանքում, ես մեռածի նման կլինեմ։ Ինձ պետք չի ոչինչ, եթե ես Աստծո ներկայությունը կորցնեմ իմ կյանքում։ Նման իրավիճակներում են ասում, բա ուր է քո Աստվածը։ Ուր է քո Աստվածը այսօր։ Հոբի հավատքը ապացույցներ այն բանի, որ Աստված արժանի է հավատքի նույնիսկ ցավի մեջ։ Հոբ 16:19 Հենց հիմա էլ ահա երկնքում է իմ վկան եւ իմ փաստաբանը բարձրերում է։ Պատկերացնում եք ինչ արտահայտություն է, ինչպիսի հավատք, ինչպիսի վստահություն, ինչպիսի ապավինություն, այդքանից հետո ասում է, ահա իմ վկան հիմա երկնքում է եւ իմ փաստաբանը։ Գիտեք, որ դատաստանի օրը մեր փաստաբանը Հիսուս Քրիստոսն է, նա է մարդուն մեղադրողը եւ նա է միևնույն ժամանակ արդարացնողը, նրանք ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսի թափած սուրբ արյունը եւ ապավինեցին իրենց կյանքը Քրիստոսին եւ իրենց հոգիները չսիրեցին միջև մահ, ահա թե ով է նա, ում մենք ապավինում ենք, ահա թե ով է իմ փաստաբանը, որ երկնքում է եւ իմ դատապաշտպանը, որ մեզ արդարացրել է։ Սիրելիս, դու արդարացված ես, անգամ Աստված չի հուշում քո անցյալի մեղքերը։ Մենք ենք երբեմն գցում այնտեղ այդ կարթը, որտեղ որսում են ձկներին, բայց այնտեղ արգելված է որսը, բայց երբեմն մենք գցում ենք եւ փնտրում ենք այնտեղ մեղքեր ենք դուրս անում։ Աստված ասում է, ես մոռացել եմ դրանք, սիրելիս, ինչու ես դու հիշում դա։ Ինչու ես հիշում։ Սատանան է դա հիշեցնում։ Սատանան մեզ հիշեցնում է մեր մեղքերը եւ մենք էլ հիշեցնում ենք նրա ապագան, կրակի լիճն է նա ապագան, որտեվ Հիսուս հաղթել է նրան։ Հիսուսը գրեթե ոչ ոքի սիրելիս չի հաջողվել այսքան ժամանակ հաղթել մեղքին, հաղթել մահվանը եւ հաղթել գերեզմանին։ Պողոսն ասում է, ուր է գերեզման քո խայթոցը, ուր է գերեզման քո հաղթությունը։ Մեղքի խայթոցը մահն է, սիրելիս։ Բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ամեն։